Իմ ետևում Նյու Յորքի գլխավոր տաճարն է։ Սենց մի հատ լավ պահեմ, որ բոլորը տեսնեք։ Ահա։ Սուրբ Վարդան Մայր տաճարը, որը կառուցվել է 1966 թվականին։ Սուրբ Վարդան Մայր տաճարը, ինչպես ամեն մի հայկական եկեղեցի, արտացոլում են իմ պապերի, իմ ազգին ժողովրդի դարավոր անցած ճանապարհը։ Ամեն մի հայկական եկեղեցի, լինի դա Նյու Յորքում, Հայաստանում, թե Ավստրալիայում, ինձ համար սրբություն է։ Հենց այս եկեղեցու ներսում, պատերի ներսում, Աստծո այս տան պատերի ներսում տարիներ առաջ հայր Մամիկոնը կնքեց իմ Սուրենին եւ Սոֆին եւ եւս 12 այլ երեխաների, հայ երեխաների։ Հենց Աստծո այս տաճարում նույն օրը հայր Մամիկոնը պսակադրեց ինձ ու Արմինեին, հայտարարելով մեզ որպես ամուսին եւ կին։ Ինձ համար սա սրբություն է։ Սա, նորից եմ կրկնում, իմ ազգի պատմությունն է։ Սա ինձ համար ոնց որ իմ հոր, իմ պապու, իմ տատու գերեզմանը լինի։ Ու ամեն մի սրիկ, ամեն մի տականք, ամեն մի ուսապարկ, ամեն մի թուրքաթաթարական գործակալ, որ իրան թույլ կտա վիրավորել իմ եկեղեցուն, մենք բոլորով պետք է, ինչ ասեմ, կրծենք դրա կոկորդը, ջարդենք դրա գլուխը ու իր թիմակիցների, իր անկերների, ովքեր սազան դառնի պես կանգնած կրկնում են նրա տխմարությունները։ Կանգնենք մեր եկեղեցու կողքին եւ թույլ չտանք, որպեսզի թուրքաթաթարական ուրեմն պլաններ իրագործվեն եւ կամաց քանդվեն մեր ժողովրդի, մեր ազգի բոլոր բարոյական արժեքները։ Սա է հիմքը մեր ժողովրդի անկյունակար ամենաառաջի բարոյական արժեքը։ Այդ սահմանադրությունը կփոխվի, հիմնը կփոխվի, դրանք վերականգնող բաներ են։ Սա երբեք չի վերականգնվում։ Եթե մենք թույլ տանք, որ այն մանդարին վաճառողի գլխարկով են գեղցի անատամ մեծ կրծքերով իջևանցին իր զուկ ընկերոջ հետ, ընկերու հետ շարունակի ոտնձգությունները մեր սուրբ եկեղեցու նկատմամբ, մենք այդ ճակատամարտը տանուլ կտանք։ Կանգնեք եկեղեցու կողքին, սատարեք մեր հոգևորականներին, սատարեք մեր կաթողիկոսին, ամենայն բարիք բոլորին, մենք կհաղթենք։ Անիծվի Նիկոլը, անիծվի Նիկոլի պապերը, անիծվեն Նիկոլի պապերի գերեզմաններ, անիծվի Նիկոլի ընտանիքը, որ այդ սերունդը կանգ առնի ու չշարունակվի։